Ողջույն, եթերում այլ ոճով հաղորդումն է։ Ես պատրաստ եմ եւ շտապում եմ մեր մասնակցի Կարինեի հետ հանդիպմանը։ Մոդելի կարիերայի մասին Կարինեն երազում է վաղուց։ Այսօր նա պատրաստ է կերպարանափոխվելու եւ մի քայլով մոտենալու իր երազանքին։ Գնանք ծանոթանալու։ Ես Կարինեն եմ, տարի առաջ զբաղվել եմ մոդելինգով եւ պարով, հաճախել եմ նորաձևության կենտրոններից մեկը, որպես մոդել եւ ֆոտոմոդել։ Մասնակցել եմ որոշ ցուցադրությունների եւ ֆոտոշութերի, այնուհետեւ դադար եմ տվել, մեկնել եմ Գերմանիա, 2 տարի ապրել եմ այնտեղ եւ այժմ վերադարձել եմ եւ ցանկանում եմ ուժերս փորձել որպես ֆոտոմոդել։ Պատրաստ եմ կերպարային փոփոխությունների, կտրուկ փոփոխությունների եւ քանի որ այս կերպարով ունեցել եմ շատ ֆոտոշութեր եւ ցուցադրություններ, ցանկանում եմ նոր կերպարով, նոր շնչով եւ այլ ոճով փորձել ուժերս որպես ֆոտոմոդել։ Ողջույն Կարինե։ Ողջույն Լուսինե։ Անհամբերությամբ սպասում էի քեզ հետ ծանոթանալուն։ Ես նույնպես։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք։ Շնորհակալություն, լավ։ Ուզում եմ պատմես, թե ինչն է քեզ այդքան շատ գրավել մոդելինգի բնագավառում։ Մանկուց սիրել եմ, դիտել եմ հեռուստացույցով ցուցադրություններ ու փորձել եմ քայլել մոդելների պես։ Հիմնականում դուր է գալիս, որ կարող եմ ինձ տարբեր կերպարներով արտասովոր առօրյայից դուրս տեսնել ու համապատասխան նկարներ ունենալ։ Հենց դա է գրավում։ Հա, հենց դա է։ Իսկ ով է քո ամենասիրելի մոդելը կամ ֆոտոմոդելը։ Ավագ սերնդից Ադրիանա Լիմային կասեի, հիմիկվա սերնդից Քենդալ Ջեներին։ Շատ տարբեր կերպարներ են։ Իսկ ինչու որոշեցիր փորձել քո ուժերը որպես ֆոտոմոդել։ Բոլորը ասում են, որ ֆոտոգենիկ եմ ու սիրում եմ տարբեր կերպարներով հանդես գալ, սիրում եմ այդ ֆոտոշութերի ընթացքը։ Տարիներ առաջ հաճախել եմ մոդելի եւ ֆոտոմոդելի դպրոց, ունեմ ֆոտոշութեր տարբեր կերպարներով, բայց հասակի անհավապատասխանության պատճառով փոքր-ինչ դադար եմ տվել։ Հիմա ոլորտ ավելի զարգացած է, քան տարիներ առաջ, կարծում եմ ոճափոխվելուց հետո կարող եմ փորձել ինձ նորից։ Փորձ ունես, սա շատ կարևոր է, որ արդեն իսկ փորձ ունես եւ ցանկություն ունես հետ վերադառնալու այս ասպարեզ։ Հետաքրքիր է, թե ինչն է քեզ ամենաշատը գրավում նկարահանումների ընթացքում։ Հենց դա, որ օրինակ ինձ կարող եմ տեսնել թագավորական կերպարով կամ ավելի վառ կամ առեղծվածային ինչ-որ կերպարներով, որ առօրյայից դուրս է ու տարբեր մազերի գույներով այդ տարբերությունն է։ Իսկ առօրյայում փոփոխություններ շատ չես սիրում։ Առօրյայում մազերս տենց հաճախ չեմ փոխողում, չէ, հիմնականում շատ կտրուկ փոփոխություններ չէ, առօրյայում չեմ անում, բայց հիմա պատրաստ եմ։ Այ հենց դա է ուզում հարցել, արդյոք հիմա պատրաստ ես այդ կտրուկ փոփոխությունները տեսնել առօրյայում։ Այո, պատրաստ եմ, բայց չեմ ցանկանա շատ կարճ սանրվածք ունենալ, մի քիչ մտավախություն ունեմ, որ այդքան էլ չի սազի, ինչ որ արտասովոր մազերի գույն կապույտ կամ վարդագույն չեմ ցանկանա։ Դա կարծում եմ չեն առաջարկի մեր մասնագետները։ Մնացած փոփոխություններին պատրաստ եմ։ Ում խորհուրդներին ես ամենից շատը հետևում։ Ամենից շատը հետևում եմ ընտանիքիս անդամների խորհուրդներին, քույրերիս եւ մայրիկիս հիմնականում։ Իսկ ինչպես կնկարագրես այժմյան քո ոճը։ Սովորական առօրյա կերպար։ Իսկ ինչ կերպար կցանկանաս վերջում տեսնել մասնագետների հետ աշխատելուց հետո։ Ինչպես ես այն պատկերացնում։ Մի պահ աչքերդ փակիր եւ պատկերացրու այլ ոճով հաղորդման վերջում ինչպիսին ես դու լինելու։ Պատկերացնում եմ տրենդային ոճով։ Որն է տրենդային ոճը։ Չգիտեմ, դա մասնագետների հետ պետք է շփվել։ Մասնագետների հետ պետք է շփվել, հասկանալ ինչ որ տրենդային, մի քիչ անսովոր թեկուզ իմ առօրյա հագուստից, իսկ երկրորդ լուքը ավելի շատ կոկտեյլային ինչ որ կերպար կպատկերացնեմ։ Այնքան լավ բացատրեցիր, թե ինչ սպասումներ ունես, որ ինձ արդեն իսկ հետաքրքիր է, թե վերջում ինչ կերպարներով ենք քեզ տեսնելու։ Այո, ինձ էլ է շատ հետաքրքիր, ես վստահում եմ մասնագետներին ու հուսով եմ լավ արդյունք կստացվի։ Դե, գնացինք։ Կարինեն շատ հետաքրքիր անձնավորություն է։
Արտաքուստ ավելի զուսպ, ներքուստ շատ տաք եւ էմոցիաներով լի։ Կարինեն սիրում է ճանապարհորդել, ինչպես նաև փոքրուց երազել է զբաղվել մոդելինգով։ Որոշ ժամանակ զբաղվեց մոդելինգով, այնուհետև դադար տվեց։ Վերջի շրջանում նորից որոշել է վերադառնալ իր երազանքին եւ այժմ դիմել է նախագծին, որպեսզի պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ կարողանա վերագտնել իրեն, ներկայանա նոր ոճով եւ կարողանա մուտք գործել մոդելինգի ասպարեզ, այս անգամ արդեն որպես ֆոտոմոդել։ Կարծում եմ, որ մասնագետների ճիշտ ուղղորդմամբ նա կկարողանա հասնել իր նպատակին։ Երբ իմացանք Կարինեի ցանկության մասին, նախագծին մասնակցելու հետ կապված, շատ ուրախացանք, որովհետև դա նրան նոր ուղղություն կտա եւ նորովի բացահայտվելու միջոց կլինի։ Բնականաբար մենք աջակցում ենք նրան նրա բոլոր նախաձեռնություններում։ Կարինեի կերպարանափոխությունը այսօր վստահված է ոճաբան դիզայներ Մանուկ Ալեքսանյանին, դիմահարդար Հրանուշ Եղոյանին եւ ոճաբան վարձահարդար Անի Ավդալյանին։ Ողջույն։ Ողջույն։ Կարծում եմ արդեն տեղյակ եք, որ Կարինեն ցանկանում է դառնալ ֆոտոմոդել եւ այսօր մենք իրականացնելու ենք ոչ միայն նրա կերպարանափոխությունը, նաեւ կունենանք այլ ոճով լուսանկարահանում։ Ինչպես եք պատկերացնում նրա կերպարանափոխությունը եւ շատ հետաքրքիր է լսել ձեր դիտարկումները։ Մանուկ։ Նախ եւ առաջ Կարինեն շատ արտակնապես շատ դոմինանտ աղջիկ է, բայց ես կցանկանամ իրեն մի փոքր վերադարձնել ներկա, քանի որ կարծես թե նրա զգեստապարանը նա 2011 թվականից ամեն ինչ։ Ես կցանկանամ, որ Կարինեի կերպարը ավելի պարզ եւ մատչելի դառնա ընկալելու համար, որ իրան դիտարկեն ոչ թե որպես դոմինանտ կերպար, ինչպես Մանուկը շեշտեց, այլ տեսնեն ինչքան մեծ հնարավորություններ է տալիս Կարինեի արտաքինը տարբեր կերպարների մեջ իրեն տեսնել, արդեն որպես ֆոտոմոդել։ Ինձ թվում է հիմնական նախաբանը դա է։ Խնդրեմ Անի։ Քանի որ Կարինեի կերպարը շատ վառ է իրականում, միանշանակ ես իրեն պատկերացնում մի քիչ ավելի փափուկ գույներով, ոչ շատ բաց, միջին երանգների մեջ եւ իր դիմային հատվածը շատ ծանր է իր դեմքին։ Ես մի փոքր կկարճացնեի, կթեթևացնեի, աստիճանական կսարքեի, մի խոսքով այդպես եմ պատկերացնում, ավելի որ ներփացնենք դիմագծերը ու իր կարիերային կարելի ասել կանաչ ճանապարհ տանք։ Իսկ ընդհանուր առմամբ նրան պատկերացնում եք ֆոտոմոդելի կերպարում։ Այո, ինչու՞ չէ։ Ավելի մոբիլ, ավելի արդի այսօրվա թեթև աղջիկ ու շատ կերպարային, շատ որ կարելի է տարբեր ոճերի մեջ կիրառել, իրան տեսնել։ Հետո ապրանքանշերը հիմա ավելի անձանց են ընտրում, քան թե մոդելներին, դրա համար հենց մեծամասնությունը ինֆլուենսերների են ընտրում։ Որովհետև մենք հասկանում ենք, որ անձն է, չէ՞, վաճառում տվյալ օրինակ ապրանքանիշը, եւ եթե անձի նկատմամբ սիմպաթիա առաջանա եւ անձը լինի բարյացակամ, դիմագծերը փափուկ, մեղմ, ամեն ինչը դրանից կախված է, վարսահարդարումը, դիմահարդարումը, հագուստը, առօրյայում թե ինչպես է ինքը ներկայանում, այդ ամենը փոխկապակցելով միմյանց հետ, ստեղծել ավելի հասանելի կերպար։ Ու ինքը իրականում հենց այդպեսին է։ Ես հենց դա եմ ուզում ասել, որ շատ հաճելի բնավորություն ունի Կարինեն եւ համոզված եմ, որ շատ հեշտ է լինելու նրա հետ աշխատելը։ Խնդրեմ Հրանուշ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Մանուկ, պետք է ստանալ երկու կերպար, առօրյա եւ հատուկ լուսանկարահանման համար։ Կտրուկ փոփոխություններ կլինեն։ Ես կցանկանամ, որ առաջի կերպարում նա լինի առօրյա, ավելի դենիմ հագուստով, քանի որ դենիմը բոլոր պահարաններում կա, եւ եթե ճիշտ գրագետը իրան մատուցես, ինքը տրենդի մեջ է, տենդենսի մեջ է։ Իսկ երկրորդը ես կցանկանամ ավելի գեղեցիկ, նուրբ, լիմոնագույն օգտագործել, եթե գտնենք իհարկե խանութներում այդ երանգով։ Վարձերը շատ երկար են, մուգ գույների մեջ են, երանգների մեջ են։ Ինչ է սպասվում։ Կարճ կտրվածք է լինելու, թե ավելի վառ գույն է լինելու։ Բառով կարող եմ վերնագրել, բնական։ Սովորաբար ինչ ենք անում, մաս սարքելուց հակառակն ենք անում, նյութեր ենք ավելացնում, ալիքներ ենք ավելացնում, այ ես իրան լրիվ բնական ոճի, այ օրինակ ձեր ոճի մեջ, հա։ Բայց չենք մոռանում, որ նաև լինելու է լուսանկարահանումը պորտֆոլիոյի համար։ Արդյոք ստանալու ենք այդ
տարբերվող կերպարը, թե ստանալու ենք այն բնական աղջնակին, որ հետո արդեն կարելի է ստանալ տարբեր կերպարներ։ Ամենահետաքրքիրը Կարինայի մոտ, որ լինելու է հենց այդ արդյունքը, այսինքն մենք մեղմացրել ենք, բայց ինքը այդ փոփոխությունը լինելու է բավականին։ Եվ հետագայում շատ ավելի հեշտ է լինելու աշխատանքի համար։ Կարծում եմ մենք եկանք ընդհանուր հայտարարի։ Ավելի քան։ Այո, ես վստահում եմ նման պրոֆեսիոնալների։ Վստահ եմ սուպեր է լինելու։ Փոխադարձ։ Քանի որ մեր աշխատանքային թիմը Անին, Մանուկը եւ ես ունենք մեծ փորձ նորաձևության աշխարհում աշխատելու, դրա համար շատ վառ եւ հստակ պատկերացնում ենք, թե ինչ գործողություններ պետք է անենք, որ մեր հերոսուհին դառնա պահանջված մոդել, ինքնավստահ եւ մոդելի կարծրատիպը կարողանա ճիշտ մատուցել, որ ապագայում կարողանա հեշտ աշխատանք գտնել եւ լինել պահանջված։ Քանի որ մենք այս անգամ աշխատում ենք շատ հետաքրքիր եռյակով, Հրանուշի հետ կոնկրետ աշխատում եմ 20 եւ ավել տարիներ, այս դեպքում կարող եմ հստակ ասել, որ մենք չենք քննարկում ոչ մի կերպար, հա, ուղղակի աղջկան տեսնում ենք, ինչ որ կերպարային լուծումներ գտնում ենք եւ չենք քննարկում, թե որ մեկս ինչ ենք անելու։ Մանուկը դե մեր ամենասմարթ ոճաբաններից է այս պահին Հայաստանում, ինքը շատ հետաքրքիր լուծում տվեց հագուստի մեջ, բայց մազերը առաջարկեց 90-ականների բլոնդ մազեր, ինչի հետ ես համաձայն չէի, քանի որ ես արդեն իսկ խնդրեմ ունեմ նրա հետ, որ նրա մազերը սև են ներկված։ Եվ սև ներկված մազերը մենք դեռ պետք է բացացնենք, իսկ բլոնդ չեմ էլ փորձի ստանալ, որովհետև կվնասեմ մազերը եւ առաջարկեցի ավելի միջին երանգների բնական աղջիկ ունենանք, հա, որպեսզի նա կարողանա շարունակել իր մոդելային կարիերան եւ չունենա ոչ բլոնդ, քանի որ բլոնդը ինքնին խնդիր է եւ ժամանակային եւ գունային, այս դեպքում արդեն ինձ թվում է կես բերան խոսելուց հետո արդեն լուծեցինք Մանուկի հետ այդ հարցերը, հուսով եմ Մանուկը չի նեղանա, որ ես նրա մազերը բլոնդ չեմ ստանալու։ Իրականում քննարկումը Հրանուշի եւ Անիի հետ մի քիչ տարբեր էր, ես մի քիչ ուրիշ բան էի պատկերացնում, իրանք ուրիշ, բայց քանի որ մենք երկար տարիներ աշխատում ենք, վստահ եմ, որ լավ կլինի։ Հաղորդման այս հատվածում կվերլուծենք Կարինեի զգեստապահարանը, իսկ այդ հարցում մեզ կօգնի ոճաբան, դիզայներ Մանուկ Ալեքսանյանը։ Սա այն հագուստն է, որ Կարինեն շատ հաճախ կրում է, ճիշտ եմ։ Ինչ տպավորություն ունես։ Այս ուղղակի կարելի է գցել ու գնել նոր իրեր։ Մանուկ, բայց ավելի ճիշտ չէր լինի առաջին հերթին վերլուծեինք զգեստապահարանը եւ հետո նոր Կարծում եմ չէ, որովհետև նախ եւ առաջ դա շատ հին տենդենսներ են։ Դեռ այստեղ ունենք զգեստներ, ես առաջարկում եմ այնուամենայնիվ վերլուծենք մի փոքր, արդյոք այս հագուստը, որը Կարինեն շատ հաճախ կրում է, համապատասխանում է նրա կառուցվածքին։ Եթե ինչ կառուցվածք ունի Կարինեն ըստ քեզ։ Կարինեն իրականում շատ գեղեցիկ աղջիկ է, իր դեմքը, իր կարելի ասել ֆիշկան է, դուք պետք է անպայման ձեր ակցենտը դնեք դեմքի վրա, որովհետև ձեր դիմագծերը դեմքը շատ գեղեցիկ են։ Մենք կհավաքենք ձեր համար սուպեր նոր զգեստապահարան։ Կհավաքենք սուպեր նոր զգեստապահարանը, ես համոզված եմ, բայց մի փոքր արի վերլուծենք, հասկանանք արդյոք գունային առումով Կարինեն ճիշտ ընտրություններ է անում։ Այո, օրինակ միլիտրի Կարճ շրջազգեստ։ Ինչ վատ է։ Օրինակ միլիտրի գույնի այս էկոկաշվից շրջազգեստը կարելի է ինչ-որ չափ համադրել, բայց եթե մենք խոսում ենք գարուն ամառ հավաքածուների մասին, քանի որ սեզոնը փոխվել է արդեն, մենք պիտի անպայման այս ամենը, այս գույները մոռանանք եւ ավելի պաստելային, ավելի էկո գույների անցնենք։ Պաստելային։ Սա կարծում եք պաստելային է։ Այ, վառ գույն չենք կարող համարել։ Ես փորձում եմ փրկել զգեստապահարանը Կարինեի, Մանուկ այնուամենայնիվ։ Չէ, Կարինե, դուք պետք է, եթե ուզում եք նոր կյանք սկսեք, դուք պիտի մոռանաք այս ամենը։ Իսկ ինչ գույներ ենք խորհուրդ տալիս Կարինեին։ Սպասելիք ամենաբում գույնը համարվելու է լիմոնագույնը, բայց լիմոնագույնը, բաց այս pink ասվածը, խամրած վարդագույնը, նաև էկո հիշեցնող գույներն են շատ տենդենսային լինելու։ Նշիր, թե որոնք են էկո գույները։ Էկո գույները դրանք հողի, այսինքն շագանակագույնի տարբեր բաց երանգներն են։ Ծառ, հող, մամուր։ Բոլոր այդ երանգները, որը հիշեցնում է մեզ երկրագունդը եւ այդ մեսիջով
բոլոր նորաձևության տները ցանկանում են, որ բնապահպանությունը ավելի ու ավելի ռոպագանդվի։ Կարինե, շոկ է քեզ մոտ։ Ինձ մոտ էլ։ Ես չի մտածում, որ այդքան վատ։ Ոչինչ, մենք կոալիցիա կկազմենք, ես ձեզ մենակ չեմ թողնի գնումների ժամանակ, մենք արդեն երկուսով ենք, դու մենակ ես մանուկ։ Հեսա ինձ միանալու են երկու հոգի։ Բայց ոչ գնումների ժամանակ, դու մենակ ես լինելու։ Կարինե, ինչու ես ընտրում այս հագուստը, որովհետև Եվ հարմար, եւ որոշ չափով նորաձև, բայց համադրել Ջինս եմ շատ Ես այստեղ տեսնում եմ եւ նորաձև գույներ եւ նորաձև ձևվածքներ, այնպես որ դու մենակ չես, Կարինե։ Փոխում բազմազան գույներ, չունեմ տենց ինչ-որ նախընտրելի գույն կամ բացառված գույն, փորձում եմ տարբեր գույներ ունենալ իմ զգեստապարանում։ Իսկ ինչ սպասումներ ունես գնումներից այս ամենից հետո։ Սպասում եմ, որ շատ թրենդային ինչ-որ կերպար կունենանք։ Ես ուզում եմ Կարինային ցույց տամ երիտասարդ ինֆլուենսերի, որովհետև Կարինեն շատ գեղեցիկ աղջիկ է, բայց իր մոդելային կարիերան չի սկսվել, բայց ես ուզում եմ, որ ամեն ինչ արժևում է, չէ՞։ Ամեն ինչ արժևում է սոցցանցերում։ Եվ այդ իսկ պատճառով ես քեզ ուզում եմ ցույց տամ երիտասարդ, գեղեցիկ, սեքսուալ աղջիկ, ով որ տենդենսների մեջ է, դառնում է IT աղջիկ։ Դե լավ, սպասումները կարծում եմ իսկապես մեծ են արդեն, մանուկ, որովհետև խոսքերը այսպես շատ անպագորգոր էին։ Ես պատրաստ եմ գնումների գնանք։ Գնացինք։ Մանուկի արձագանքին իրականում չէի սպասում, կարծում էի միգուցե այդքան էլ թրենդային չէ ներկայիս ոճս, բայց չէի կարծում, որ այդքան շատ վատ է, իրականում զարմացած եմ, բայց քանի որ Մանուկը կարծում է, որ նոր կերպար ստանալու համար անհրաժեշտ է զգեստապարանս լիովին փոխել, պատրաստ եմ այդ փոփոխություններին եւ վստահում եմ նրան։ Այն ինչ որ ես տեսա Կարինայի զգեստապարանում, դա կատաստրոֆա էր, չեմ էլ ուզում խոսամ դրա մասին, բայց հուսով եմ այս հաղորդումը իրեն կօգնի։ Կարինե, ժամանակն է վերհիշելու Մանուկի բոլոր խորհուրդները եւ պետք է կազմել երկու կերպար։ Մանուկ, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել գնումների ժամանակ։ Որն է կարևոր խորհուրդը։ Գույների, քանի որ մեզ պետք է basic, շատ հարմարավետ ու բազմաֆունկցիոնալ պահարան, դրա համար ամենակարևորը ընտրել ճիշտ գույներ։ Իսկ վառ գույների մասին։ Վառ գույներից միայն սև։ Վառ գույներից միայն սև, համաձայն ես, Կարինե։ Ես նաև սիրում եմ վարդագույն։ Ահա։ Կարմիր։ Հիշեցիր։ Վարդագույն, կարմիր։ Համեկը բորդո։ Ակտուալ գույներից է այս տարվա, Մանուկ, ինչու ոչ։ Ես պետք է նշեմ, բորդոյի բոլոր երանգները արդեն մարտից այլևս երբեք ակտուալ չեն լինելու։ Վերջին հարցը եւ անցնում ենք գնումների։ Մանուկ, նայելով, տեսնելով, ծանոթանալով Կարինեի հետ, նրա կերպարի հետ, արդյոք պատկերացնում ես նրան քո ֆոտոշութերից որևիցե մեկում։ Իհարկե, Կարինեն շատ գեղեցիկ աղջիկ է եւ վստահ եմ մենք շանս կունենանք ինչ որ գեղեցիկ ֆոտոշութ անել ապագայում։ Միասին աշխատել։ Այո։ Գնացինք բարձր տրամադրությամբ։ Գնացինք։ Իրականում շատ կցանկանամ, որ իմ ու Կարինայի համագործակցությունը լավ ստացվի ու հետևի նա խորհուրդներին եւ գրագետ հագնվի։ Մանուկը պատմեց այս տարվա թրենդների մասին եւ ինչպես ճիշտ է գույները համադրել մեկը մյուսի հետ, հուսամ գնումների ժամանակ կկատարենք ճիշտ ընտրություն։ Պաստելային գույներն են սրանք, բայց ես էլ սևն եմ գտել քո ամենասիրելի գույներից մեկը, Մանուկ։ Ուզում էիր այդպիսի մի կերպարը, որ հենց այդպիսին լինի կոկտեյլային։ Հետո այս բացվածքը վիզուալ ոդկա ավելի կերկարացնի։ Ու մի հատ ես շատ հետաքրքիր բան եմ ընտրել, հիմա կբերեմ։ Քանի որ Բորդոն ասեց, որ վերջ Բուրգունդի գույնը մենք մոռանում ենք, անցնում ենք մոկային։ Այո։ Իմ կարծիքով top, կիսաշրջազգեստ, ակնոցներ եւ այսպիսի մեծ շոպեր։ Կանաչն իր տարբեր երանգներով այս տարվա ակտուալ գույներից է։ Թողնենք, որ Մանուկն ու Կարինեն հանգիստ ընտրեն հագուստը, իսկ ես ձեզ կներկայացնեմ, թե որ գույների հետ եւ ինչպես համադրել կանաչը։
Կանաչ կաշվետաբաց, սպիտակ բազային շապիկ եւ սպորտային կոշիկ։ Կատարյալ համադրություն առօրյա ոճային կերպարի համար։ Կերպարն ավելի ներկայանալի դարձնելու համար շապիկը փոխարինում եմ դեղին վերնաշապիկով, իսկ սպորտային կոշիկը բարձրակրունկով։ Իսկ եթե ցանկանում եք այսօր ուշադրության կենտրոնում հայտնվել, համադրեք հետաքրքիր բացվածքով տոպն ու կարմիր տաբատը։ Ընտրել եմ չեզոք գույնի տաբատ, ինչի շնորհիվ ընդգծվում է պիջակի գույնը։ Այս տարբերակով կարելի է կրել նաև գործնական հանդիպումների ժամանակ։ Տրամադրությունը փոխելու համար փոխում ենք բարձրակրունկ կոշիկն ու ընտրում վառ գույնի տաբատ, որքան վառ, այնքան լավ։ Եվ իհարկե չենք մոռանում կիսաշրջազգեստի մասին։ Կանաչի ու նարնջագույնի համադրությունը շատ յուրահատուկ է։ Գնումները շատ հետաքրքիր են, Կարինան շատ պոզիտիվ էր տրամադրված, կարծում եմ նա այն անձանցից է, որ վստահում է մասնագետներին, դա շատ ողջունելի է։ Մենք ընդհանուր առմամբ համակարծիք էինք, միայն բարձրակրունկների հարցով եղավ անհամաձայնություն, ես ցանկանում էի երկրորդ կերպարը բարձրակրունկներով լիներ, նա նախընտրեց ավելի ցածր կոշիկներ։ Ոնց ես պատկերացնում դիմահարդարումդ։ Երևի առաջին կերպարը ավելի թեթև, առօրյա, իսկ երկրորդը մի քիչ ավելի ընդգծված։ Ես քանի որ տեսնում եմ, որ քո մաշկը շատ առողջ է եւ փայլուն, եւ այս տարվա գլխավոր տրենդը իսկապես առողջ եւ գեղեցիկ մաշկ ունենալն է, դրա պատճառով խորհուրդ կտամ հենց ակցենտը դնենք քո մաշկի տեքստուրան շեշտելու վրա եւ առօրյամ առհասարակ քեզ խորհուրդ եմ տալիս շատ քիչ դիմահարդարվես, շատ քիչ շպարվես եւ հետեւաբար ավելի շեշտը դնես մաշկի խնամքի վրա, թարմ տեսք ունենալու համար, որովհետեւ որպես մոդել հետագայում որ ովքեր որ ընտրեն քեզ որպես դեմք անպայման իրանք կուզենալու են, որ այն անձը, որը ներկայացնի տվյալ պրոդուկտը, անպայման պետք է արտաքին տեսքը շատ խնամված լինի։ Նոր ինչ որ մենք ձևափոխություններ անենք քեզ վրա, արդեն ըստ այնմ հեշտ լինի կարդալ։ Իսկ գլխավոր նախաբանը դրա խնամված լինելն է։ Համաձայն եմ։ Իրականում շատ քիչ եմ շպարվում, թեթև ինչ որ բալզամ կամ ստվերաներ, աչքերը մի փոքր անպայման հետագայի համար խորհուրդ կտամ, որ ազատվես պերմանենտից, որովհետև քո տարիքային խմբի աղջիկների համար առհասարակ խորհուրդ չեմ տալիս պերմանենտ ունենալ, շատ ավելի մոբիլ կլինի, ավելի հեշտ կարելի է տրանսֆորմացիաներ անել, եթե պետք լինի ինչ-որ գովազդային հոլովակների համար կամ ֆեշն շոուներին մասնակցելու համար, այնպես որ շատ ավելի նախընտրելի քեզ համար կլինի, որ մենք կազմենք դիմահարդարման մի հատ ընթացակարգ եւ իմ խորհուրդներին հետեւելով դու առօրյա քո դիմահարդարումը հեշտ 1-2 քայլով կկատարես, դա ժամանակատար չի լինի քեզ համար եւ մաքսիմալ արդյունավետ կընդգծես քո բնական գեղեցկությունը եւ կլինես արդի երիտասարդ համապատասխան քո այսօրվա տեսքին։ Քեզ ցանկացած գույնի շրթներ կարելի է գտնել կարմիրի գամմաների մեջ, վարդագույնի, բնական երանգների մեջ, բայց առօրյայում դու միայն ու միայն պետք է շրթներ կընտրես ըստ քո բնական մկանի գույնին։ Համապատասխան դա կլինի թափանցիկ փայլ, կիսաթափանցիկ, թե լրիվ ծածկող շրթներ կօգտագործես, որքանով ինքը ավելի մոտեցված լինի քո բնական մկանի գույնի, շուրթի, այնքան ավելի լավ կնայվի, այնքան քեզ կգեղեցկացնի։ Դա գլխավոր տրենդն է։ Այտերդ գունավորելուց միշտ կժպտաս եւ այս վերևի հատվածների վրա կդնես, շատ բնական էֆեկտ կտա։ Կարող ես այտերդ գունավորելիս նույնիսկ այդ նույն երանգով այստեղ կոպերի վերևը, հենց նույն մեծ վրձինի օգնությամբ կոպերիդ վերևն էլ ներկես եւ այդ նույն ենթաերանգի մեջ արդեն նայում ես շուրթերը տեղ։ Դիմահարդարման մեջ կընտրեմ երկու լուկ, առօրյայում կօգնեմ
շպարվի մի քանի քայլով, որ լինի ներկայանալի եւ ունենա շատ թարմ եւ խնամված ինքնավստահ տեսք մեր հերոսուին, իսկ երեկոյան կերպարի համար 1 կամ 2 քայլով ցույց կտամ ինչպես կարողանա արագ տրանսֆորմացիա անել ինքը իր կերպարը, որ ադապտացվի ավելի երեկոյան կամ ֆեշն կերպարների մեջ։ Հրանուշը նկատեց, որ ես բավականին լավ մաշկ ունեմ եւ խորհուրդ տվեց, որպեսզի առօրյայում շատ դիմահարդարում չօգտագործեմ, այլ շեշտը դնեմ խնամքի վրա։ Շատ հաճելի էր հրանուշից լսել դրական կարծիք, կսպասեմ վերջնական արդյունքին։ Կուզենայի լսեի ինչ նախասիրություններ ունես մազերիդ հետ կապված։ Քանի որ մուգ սև գույնի մեջ եմ հիմա, կուզենայի մի քիչ անցում կատարեի ավելի բաց երանգների։ Իսկ ինչ է սև ներկել։ Դրանից առաջ մի քիչ ավելի կարմրավուն էի, հետո արդեն ինչ-որ արդեն դուրս չեկավ, հեշտ տարբերակ էր ներկեցի։ Կարմիրը։ Կարմիր վերջերս ճիշտ ասած տենց դուրս գալիս է, մտածում եմ։ Կարինա, գիտես չէ, իմ համար խնդիրներից մեկը հենց այս սևը բացացնելն է լինելու, բայց հուսով եմ դա մեր մոտ կստացվի։ Մի փոքր կուզենայի փոփոխություն անենք դիմային հատվածում, որովհետև իմ համար քո դիմագծերին ինքը մի փոքր ծանր է, այսինքն ճակատային հատվածում կախվում է, հա։ Դա կտրելու մասով ասեմ, եթե դեմ չես։ Ու ինձ թվում է մեր մոտ շատ լավ կհաջողվի այդ փոփոխությունը։ Կարինա ջան, որպես ֆոտոմոդել առհասարակ մոդելային կյանքում, հա, այսպես ասեմ, չի թույլատրվում այնպիսի գույներ օգտագործել, ինչը անբնական է եւ փոփոխելի չի, հա։ Եթե ֆոտոմոդելի կարիերա եք ընտրել, պետք է ունենաք ավելի բնական երանգների, թեկուզ մուգ, բաց, միջին, բայց բնական երանգների մեջ, որպեսզի խնդիր չունենաք, որովհետև շատ նկարիչներ, ռեժիսորներ իրանք հենց նախընտրում են այնպիսի ֆոտոմոդելներ, որոնք որ ունեն հենց կերպարային, կարելի ասել չեզոք մազերի գույն, չեզոք դիմահարդարում, չեզոք, այսինքն այնտեղ թեկուզ շրթներքի պահով, թարթիչների պահով նույնը մազերին է վերաբերում, հա, ոչ մի արհեստական պիգմենտ չպետք է լինի։ Կարինեն որպես կերպար ինքը հենց այսպիսի ոնց որ կա, շատ ինձ դուր եկավ եւ ամենահաճելի պահը այն է ստացվում, որ Կարինեն համաձայնվեց բոլոր իմ առաջարկներին, կտրվածքի հետ, գունային որոշումների հետ եւ վստահ եմ, որ շատ լավ արդյունք ենք ունենալու։ Մենք երկուսս նույն բանի մասին էինք մտածում, նույն բանն էինք ցանկանում։ Վարսարդարի հետ խորհրդակցությունից հետո պարզ դարձավ, որ գունաբացելը այդքան էլ հեշտ գործ չի, քանի որ մազերը սև են, բայց որոշ չափով կփորձի ինչ-որ գունափոխում կատարել, կարծում եմ գեղեցիկ արդյունք կստանա։ Մանուկ, վստահ եմ, որ Անի եւ Հրանուշի հետ իրականացրել եք շատ գեղեցիկ եւ հետաքրքիր կերպարանափոխություն։ Ես իհարկե անհամբերությամբ սպասում եմ ֆոտոշութին, բայց ուզում եմ ներկայացնես Կարինեի նոր կերպարը։ Ես փորձել եմ ստանամ Անի եւ Հրանուշի հետ ավելի թարմ, գեղեցիկ, նորավոճ աղջկա։ Այս կար ժամանակաշրջանում չգիտեմ ինչքանով է ստացվել, հուսով եմ կհավանեք։ Ներկայացնում ենք առաջին կերպարը։ Այո։ Կարինե, մենք քեզ սպասում ենք։ Ամբողջովին փոխված Կարինե։ Շատ սիրուն է։ Ես շատ հավանեցի։ Հատկապես ինչը հավանեցիր Կարինե։ Իրականում ես միջև վերջ չգիտեի ինչ է լինելու, ու միջև վերջ համբերատար սպասում էի։ Չիմանալով համաձայնվել ես այդ փոփոխություններին։ Այո, վստահել եմ նրան։ Շատ խիզախ աղջիկ ու շատ դժվար էր սևից։ Այո։
Իսկ հեշտ էր մասնագետների հետ աշխատելը։ Շատ շնորհակալ եմ բոլորին։ Շատ հեշտ էր ու Իսկ ում ավելի շատ հավանեցի 3-ից։ 3-ը շատ տարբեր աշխատանքներ են իրականացրել, լրիվ տարբեր։ Բոլորին իրենց ձևով հավանել եմ ու ամենակարևորը որ պրոֆեսիոնալների հետ էի աշխատում ու վստահություն կար, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մանուկ, պատմիր առաջին կերպարի մասին։ Ես փորձել եմ նրան ցույց տամ Նյու Յորքում վազելից կաստինգների այս լուքով փորձել ենք ամենօրյա վազվզելու մեջ մոդելի տեսնել։ Ես համաձայն եմ, գիտես, միայն պայուսակը արդեն ամեն ինչ ասում է, որովհետև այդ մեծ պայուսակում պետք է տեղավորվի Կարինեի պորտֆոլիոն։ Այո։ Մինչ Կարինեն կզգեստափոխվի, Մանուկը մեզ կպատմի երկրորդ կերպարի մասին, որը պատրաստված է հենց ֆոտոնկարահանման համար։ Ես ընտրել եմ ամենատենդենսային գույնը, դա լիմոնագույնն է։ Եվ ընտրել եմ մեծ աքսեսուարներ, հատկապես թևերին, որը մեզ հիշեցնելու է Սիցիլիայի իտալուհիներին։ Հուսով եմ կհավանեք։ Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի Կարինեն հավանի իր նոր կերպարը եւ այդ լուսանկարները հետագայում նրան օգնեն իր կարիերայի մեջ։ Ես ամենաառաջինը ցանկանում եմ, որ Կարինեն բոլոր կերպարներում լինի շատ կանացի, դա շատ կարևոր է հենց ֆոտոմոդելի համար։ Դե ինչ, Կարինեն պատրաստ է ներկայացնել իր երկրորդ կերպարը։ Կարինե։ Օ, թե գույնը, թե զգեստը, մազերը։ Ամեն ինչ համահունչ է։ Պատկերացնում եք քեզ այս նոր կերպարով։ Չէ, այսպես չէի պատկերացնում, բայց շատ հավանեցի, շատ շնորհակալ եմ։ Կարևորը որ հավանեցիր։ Իրոք։ Շատ շնորհակալ եմ։ Ինձ մնում է մաղթել քեզ նորանոր հաջողություններ, Կարինե, եւ թող նոր այս ոճը քեզ կյանքում բերի բազմաթիվ համագործակցություններ եւ նոր լուսանկարահանումներ։ Շատ շնորհակալ եմ բոլորին։ Կարինե, դու շատ գեղեցիկ աղջիկ ես։ Ես ցանկանում եմ, որ դու այս նոր կերպարով գրավես ոչ միայն ամենահայտնի ֆոտոգրաֆների սրտերը, այլ տղամարդկանց եւ գտնես քո երկրորդ կեսին։ Շատ շնորհակալ եմ Անու եւ ընդհանուր ամբողջ ստեղծագործական անձնակազմին, Հրանուշին, Անիին եւ քեզ եւ ձեզ։ Շնորհակալություն Կարինե, հրաշալի նոր կերպար է ստացվել, իսկ առջևում մեզ սպասվում են նոր լուսանկարներ։ Սիրուն ես, Շատ սիրուն ես, խոտ։ վստահ եմ, որ հիմա քո երազանքի հետևից գնալու իսկական ժամանակն է, պտտվիշ։ Շատ լավ ես, հրաշք։ Գերացնում է, որ ուղակի մազերի եզրերը պիտի գունաբացված լինի, հետո դիմացի մազափունջը շատ սազում է, իսկական շատ սիրուն է, շատ ապրեմ։ Իրոք մեծ աշխատանք է կատարված։ Իրականում կարծում եմ, որ այս ժամանակահատվածում այն ինչ ստացել ենք, դա կարելի է ասել, որ շատ հետաքրքիր լուծում է եղել, բայց ես եւ վստահ եմ մեր թիմը այս թողարկմամբ չենք սահմանափակվի եւ մեր մտածածը ավարտին կհասցնենք։ Մոդելը շատ գոհ էր մեր աշխատանքից, իր նոր կերպարից շատ երջանիկ էր, դե ես էլ երջանիկ էի, որովհետև ինձ էլ էր դուր եկել իմ աշխատանքը եւ այսպիսով համարում ենք, որ դա մեզ հաջողվել է։ Կարծում եմ կերպարը ստացված էր, այն լուքերը, որոնք որ ընտրվեց հաղորդման շրջանակներում, ըստ այդ լուքերի մեյքափն է կատարվեց գրագետ, Հույսով եմ այն խորհուրդները, որ ես տվեցի Կարինային ինքը առօրյա կյանքում է կգործածի, ես համարում եմ, որ մեր համագործակցությունը շատ ստացված էր եւ արդյունքը բոլորին դուր կգա։ Կարինեի նոր կերպարը շատ հավանեցի, իրականում ներսի իր ավելի ուրախ մարդը արտահայտված էր, շատ հավանեցի իր կերպարը եւ շնորհակալ եմ մասնագետներին, որ կարողացան այլ աչքով նայել եւ այն ինչը երբեմն ինքը չէր կարող ընդգծել, նրանք կարողացան, որովհետեւ կերպարի միջոցով արտահայտվեց այն թաքնված Կարինեն, որը երբեմն մարդիկ չեն տեսնում եւ միայն հարազատներն են տեսնում, շատ ուրախ եւ գունեղ եւ գեղեցիկ կերպարով հանդես եկավ Կարինեն։ Սպասելիքներս իրականում արդարացվեցին, նման կերպար չէի սպասում,
Բայց շատ գոհ եմ ստացված արդյունքից։ Անչափ շնորհակալ եմ պրոֆեսիոնալներից, Անից, Հրանուշից եւ Մանուկից իրենց կատարած գեղեցիկ աշխատանքի համար, ոչս ինձ շատ դուր է եկել, կարծում եմ նոր կերպարս ինձ կօգնի նորովի փորձել ուժերս որպես ֆոտոմոդել։